Միքայելյան համալսարանական հիվանդանոցի վիրաբուժության կլինիկան հանրապետության ամենամեծ վիրաբուժական կլինիկաներից մեկն է։ Մեր վիրաբուժության կլինիկայում աշխատում են 36 վիրաբույժներ, որոնք ընդգրկված են 4 բաժանմունքներում։ Այդ բաժանմունքներն են լապարոսկոպիայի և անհետացկերի վիրաբուժության բաժանմունքը, որը ղեկավարում է Արմեն Ռոբերտի Հարությունյանը, լյարդի վիրաբուժության բաժանմունքը, որը ղեկավարում է Սերգեյ Հարությունյան Հակոբյանը, կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքը, որը ղեկավարում է Արմեն Հրանտի Քոչարյանը, և որովայնային և էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը, որը ղեկավարում եմ ես։ Մեր վիրաբույժները կատարում են տարբեր պաթոլոգիաների կապակցությամբ միջամտություններ և բաց և լապարոսկոպիկ մեթոդներով։ Մեր հիմնական ուղղություններն են օնկոլոգիան, մենք կատարում ենք որովայնի տարբեր օրգանների, ուռուցքային ախտարումներին կապակցությամբ վիրահատություններ, կատարվում են կրծքագեղձի տարբեր պաթոլոգիաների կապակցությամբ վիրահատություններ, լապարոսկոպիայի բնագավառը ընդգրկում է բավականին տարբեր հիվանդություններ, կատարվում են ինչպես ճողվածների, ինչպես լեղաքարային հիվանդության, այնպես էլ այլ միջամտություններ, բարիատրիկ միջամտություններ, աղների ուռուցքների կապակցությամբ վիրահատություններ, ստամոքսի ուռուցքների կապակցությամբ վիրահատություններ, ինչպես նաև լյարդի և ենթաստամոքսային գեղձի տարբեր պաթոլոգիաների կապակցությամբ վիրահատություններ։ Մեր վիրաբուժության կլինիկայում աշխատում են Երևանի Պետական բժշկական համալսարանի դասախոսներ, դոցենտներ, հիվանդանոցային օրդինատորներ, ինչպես նաև կլինիկական օրդինատորներ, որոնք սովորում են և պատրաստվում են դառնալ վիրաբույժ։ Վիրաբուժության կլինիկայում կատարվում են տարեկան մոտ 2000 վիրահատություններ տարբեր վիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ։ Այստեղ պատրաստվում են վիրաբույժներ, որոնք մեզ մոտ սովորելուց հետո աշխատում են Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի բուժ հիմնարկներում, ունենք բազմաթիվ վիրաբույժներ, որոնք արդեն փորձ ձեռք բերելով և մեզ մոտ աշխատելով ու վերապատրաստվելով իրենց գործունեությունը ծավալում են նաև արտերկրում։ Ունենք նույնիսկ մասնագետներ, որոնք արտերկրից են և մեզ մոտ անցնում են կլինիկական օրդինատուրա ուսում, որպեսզի շարունակեն իրենց գործունեությունը իրենց հայրենիքում։ Մասնավորապես դա վերաբերում է Հնդկաստանի վիրաբույժներին։ Մեր վիրաբուժական կլինիկայի առօրյան սկսվում է առավոտյան կլինիկական կոնֆերանսով, որի ընթացքում քննարկվում են հերթապահությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև վիրահատված և վիրահատությանը պատրաստվող հիվանդների, տվյալների քննարկում է իրականացվում, կատարվում։ Մեր առօրյայի անբաժանելի մասն են շրջայցերը, համայցերը, որոնց ընթացքում մենք քննարկում ենք հիվանդների բուժմանը վերաբերող հարցեր, քննարկումները տարբեր ծառայությունների հետ։ Մեր աշխատանքը անհնարին է պատկերացնել առանց հիվանդանոցի տարբեր ծառայությունների հետ համագործակցության։ Ամբողջ օրը մենք ունենում ենք ինչպես պլանային, այնպես էլ շտապ վիրահատություններ, այդ շտապ վիրահատությունները կարող են իրականացվել օրվա ցանկացած ժամին։ Մեր կլինիկայում աշխատում են ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ վիրաբույժներ։ Շատ մեծ ուշադրություն ենք դարձնում երիտասարդ կադրերի պատրաստմանը և նրանք մասնակցում են միջազգային կոնֆերանսների։ Կլինիկայի աշխատակիցները կատարում են ինչպես կրթական աշխատանք, նրանք հանդիսանում են Երևանի Պետական բժշկական համալսարանի դասախոսներ և դասավանդում են ուսանողներին, կլինիկական օրդինատորներին, այնպես էլ իրականացնում են գիտական աշխատանք։ Վիրաբուժական կլինիկայի գործնական աշխատանքում առաջնորդվում ենք միջազգային ուղեցույցերով և հնարավորության սահմաններում որոշակի տեղայնացումով իհարկե փորձում ենք ամեն ինչ կատարել միջազգային ուղեցույցերի պահանջներին համապատասխան։ Տեխնիկական հագեցվածության առումով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը առաջավորներից մեկն է հանրապետությունում, կիրառվում են ինչպես ախտորոշման, այնպես էլ վիրահատարանում վիրահատական միջամտությունների համար կիրառվող նորագույն սարքավորումներ, մասնավորապես լապարոսկոպիայի սարքավորումները, որոնց հնարավորությունները թույլ են տալիս կատարել բավականին բարդ
վիրաբուժական միջամտություններ եւ հասնել լավ արդյունքների։